եկել է փողերը հավաքելու, ընդ որում թղթադրամ առ թղթադրամ, կոպեկ առ կոպեկ հավաքելու եւ հավաքածը պետական բյուջե վերադարձնելու ժամանակը։ Հանկարծ 1 դրամ չպակասի։ Ստուգելու եմ, հա։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է։ Չէ, այս անգամ ոչ թե մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3 դրվագ։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագ։ Եվ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար 4 դրվագ։ Այո, նախկին նախագահը մի ազնվագույն մարդ, շքանշանակիր, հերոս, ընդդիմադիր լիդեր, տաղանդավոր ձեռներեց Ռոբերտ Քոչարյանը, մերօրյա Հենրի Ֆորդը, Ջոն Դեվիդսոն Ռոքֆելլերը, Քրքորյանը, տո Իլոն Մասկը, մեկը, որը ընտանիքին պատկանող առասպելական հարստության մասին ոչ ոք չէր իմանա, ցանկով, հասցեով, թղթով, թանասուքով, տո սանտիմետրով, միլիմետրով, հեկտարով, եթե չլիներ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրին վերաբերող ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դիզած միլիարդներին ազդարարեց։ Եկեք պատասխանեք, այդ ամեն ինչը ձեզ որտեղից, ոնց է եղել, որ դուք միլիարդատեր եք դարձել։ Ապա թվարկելով Քոչարյաններին պատկանող անշարժ գույքերից որոշները 2 հարցադրում արեց։ Ժողովուրդ ջան, ես ձեզ հարց եմ տալիս, այս 8 տարի է Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ։ Ես ինչու Կասկադում հող չունեմ։ Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչու հյուրանոց չունեմ, ինչու 1 միլիարդ 740 հազար դրամ չունեմ։ Այսինքն ինչ, իրենք Շուստրի ուժեղ տղերքն են, ես էլ միամիտն եմ, այդ սեփականությունն ինչու է Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներինը, որովհետև ում ուզել են առել են, ում ուզել են ծախել։ Նախկին նախագահի կրտսեր որդի Լևոն Քոչարյանն ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հիշյալ կոչի նշեց. վայրը, որտեղ պետք է տրվեն իրենց ունեցած գույքի ծագումնաբանության վերաբերյալ պատասխանները, դատարանն է, հակակոռուպցիոն դատարանը, որտեղ էլ արդեն տևական ժամանակ ընթանում է Քոչարյան ընտանիքին պատկանող ունեցվածքի օրինականության վիճարկումը։ Ինչն է զարմանալի, Լևոն Քոչարյանը ի պատասխան Civic-ի հարցի ազդարարեց։ Հիմնավորելու են, որ իրենց պատկանող գույքն ամբողջությամբ յուրաքանչյուր դրամը, լուման, կոպեկը, եվրոն, դոլարը, սենտը, սանտիմետրը ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Բացառապես օրինական ճանապարհով։ Թվենք դրանցից մի քանիսը, որոնք հրապարակել է իդեպ հակակոռուպցիոն կոմիտեն։ Play City ժամանցի կենտրոն, Fast Card ընկերություն, Կասկադ համալիրի ձախ հատվածում գտնվող 2 հեկտար հողամաս, Պարոնյան 8 հասցեի շենք, Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիր, Art Build ընկերություն, Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց պոակ, այդ պոակին պատկանող 29000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինություն, Orange Fitness ակումբ, Pizza Grande բիզնես կենտրոն, Toyota Երևան ընկերություն եւ այլն եւ այլն։ Այսինքն նախագահի դիրքի ոչ մի չարաշահու, ոչ մի ապօրինություն, ոչ մի կոռուպցիոն հանցավոր սխեմա, միայն հալալ, զուլալ, վճիտ, իստակ, քրտինք։ Մարդիկ դառը դատել են,
բիզնես արել ու հարստացել, այլանդակ հարստացել։ Իդեպ ժամանակին մի պատգամավոր կար ԲՀԿ-ից, այն կուսակցությունից, որի մոլի պաշտպանությունն այս օրերին ստանձնել է խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում Լևոն Քոչարյանի խմբակցությունը։ Այդ կուսակցությունն իդեպ նախորդին մի հայտարարություն է հրապարակել եւ քաղաքական հետապնդում է որակել երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվողը։ Պասերով պաշտպանում են իրար։ Այդ պատգամավորը Նաիրա Զոհրաբյանը 2016 թվականին ազգային ժողովում, երբ քննարկվում էր ապօրինի հարստացման քրեականացման, այսպես ասած կուլակաթափման օրինագիծը, խոսելով պետական պաշտոնյաների դիզած միլիարդների վաշխառոական գործունեության մասին հայտարարել էր, որ պաշտոնյային հարցնում ես, ասում է իմ հարստությունը հալալ քրտինքով է։ Լավ, այսքան հալալ քրտինք էս երկրում որտեղից չեք կարողանում բարձել։ Բոլորը միլիոնատեր են դարձել, ընդ որում մուլտիմիլիոնատեր, իրենց հալալ քրտինքով։ Ախր այսպես չի լինում։ Այն հայտնի անեկդոտը հիշեցի, այդ որ սաղը սուրբ եք, բա եկեղեցու խաչնով գողացավ։ Հիմա ինչ անենք, այս օրենքի մեջ հալալ քրտինքի էքսպերտիզայի գործիք ավելացնենք։ Վրդովել էր Տիկին Զոհրաբյան, իդեպ շատ արդարացիորեն էր վրդովել։ Փաստորեն Քոչարյան ընտանիքը, դատելով Լևոն Քոչարյանի խոսքից, իրենց հարստանալու միակ մեթոդի թափած հալալ քրտինքի վերաբերյալ էքսպերտիզա է ներկայացնելու հակակոռուպցիոն դատարան, որով էլ կապացուցվի, որ երկրորդ նախագահն ու նրա որդիները հարստացել են օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Իդեպ, երբ պարոն Քոչարյանից փորձեցինք ճշտել, ինչպես կարձագանքի վարչապետի հարցադրմանը, ինքը 8 տարի է վարչապետ է, միլիոնատեր չէ, իսկ երկիրը 10 տարի կառավարած երկրորդ նախագահի ընտանիքը միլիարդատեր, պարոն Քոչարյանը հեգնեց, հետագայում կպարզվի, հերձումից հետո կերևա թե ով ինչի տեր է։ Ասել կուզի կասկածում է այն տվյալներին, որոնք ներկայացված են Նիկոլ Փաշինյանի ունեցվածքի վերաբերյալ համապատասխան հայտարարագրում, որտեղ այո բացակայում են միլիարդներն ու կասկադում եւ այլ գերթանկարժեք վայրերում հող կամ գույք ունենալու նշումները։ Ուշագրավ մի բան էլ, Լևոն Քոչարյանն ի պատասխան լրագրողի հարցի արդյոք ինքը 21 տարեկանում եղել է միլիոնատեր, ծիծաղելով արձագանքեց։ Այդ տարիքում ոչ միայն չի եղել միլիոնատեր, այլ շատ հեռու է եղել նման կարգավիճակից։ Մենք էլ որոշեցինք մի թեթևակի հերձել Լևոն Քոչարյանի կենսագրությունը, որն ի դեպ զետեղված է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքում։ Ըստ այդմ Լևոն Քոչարյանը 2008 թվականից Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության բաժնետեր է, նաև եղել է խորհրդի անդամ։ 2008 թվականին այո Լևոն Քոչարյանը 21 տարեկան չէր։ Դա թվական կոպիտ սխալ է 2 տարվա շեղումով ի դեպ։ 2008 թվականին նա 23 տարեկան էր ու փաստորեն նման խոշոր ընկերության բաժնետեր։ Մի թեթևակի հերձում էլ իրականացրինք պարոն Քոչարյանի որպես ազգային ժողովի падգամավոր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2025 թվականի հայտարարագրում։ Պարզվեց, որ Լևոն Քոչարյանը ընկերություններից մեկում ունեցած իր բաժնեմասը, ենթադրաբար Նաիրի ինշուրանսի 60%-ը, ձեռք է բերել 1 միլիարդ 200 միլիոն դրամով։ Հարց է ծագում, լեգիտիմ հարց։ 23 տարեկան Լևոն Քոչարյանին, որը նախքան հիշյալ բաժնեմասը ձեռք բերելը զինծառայության մեջ էր, իդեպ ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում, որտեղից 1 միլիարդ դրամ։ Տարբերակ 1. Նա վիճակախաղի տոմս է գնել ու բախտը բերել է այդքան մեծ գումար է շահել։ Տարբերակ 2. Մեծահարուստ տատիկ, պապիկ է ունեցել ու նման ահռելի առասպելական գումար էր առանգություն ստացել։ Տարբերակ 3. Այդքան մեծ գումարը գտել է Երևանի մետրոյի կայարաններից մեկի գետնանցումում ու քանի որ մարդ չէր տեսնում, գրպանն է դրել։ Տարբերակ
4. Իրենց կեցավայրի հողամասը փորելիս ոսկով ու ակնեղենով լի սնդուկ է գտել ու այն իրացրել է ոսկու մոտակա շուկայում։ Տարբերակ 5. Եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի որդի, պապան այդ ընթացքում իր պաշտոնի բերումով փող է դիզած եղել, որդուն գրպանի փող է տվել, նա էլ չի ծախսել տված գումարը կոպեկ առ կոպեկ, ուրեն իմ կոպեկ դրասից կոպեկ առ կոպեկ հավաքել ու գնել է հիշյալ բաժնեմասը։ Մենք 5 տարբերակ կարողացանք առաջարկել։ Դուք էլ խնդրում ենք ձեր տարբերակն առաջարկեք, որոնք կհիմնավորեն, թե 23 տարեկանում Լևոն Քոչարյանը այդ որ շնորհքի տաղանդի շնորհիվ է, որ կարողացել է 1 միլիարդ 200 միլիոն դրամով բաժնեմաս գնել։ Հա, իդեպ, իր ու իր ընտանիքի հարստության օրինական լինելը պնդող պարոն Լևոն Քոչարյանը բաժնեմասեր ունի նաև եւս մի քանի այլ ընկերություններում, որոնցից մեկն էլ նվիրատվություն է ստացել եղբորից, Սեթրակ Քոչարյանից, որը նույնպես կալանավորված է։ Իսկ մյուս 3-ը գնել է համապատասխանաբար 2014-ին, 2015-ին եւ 2016-ին։ Նախագահի տղա միասա, այլ մի տաղանդավոր, չէ, քանքարավոր ձեռներեց ասա։ Մարդ իսկոն տաղանդավոր բիզնեսմեն մի ընտանիքում ոնց են հավաքվել։ Էքսպերտիզան կպարզի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։